Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանի հետ։ Բարև ձեզ Տիկին Ադամյան։ Բարև։ Տիկին Ադամյան, Զախարովան Հայաստանին սեր է խոստովանել եւ նաեւ հայ ժողովրդին, իհարկե դիվանագիտական լեզվով, բայց հասկանանք թե ինչ է փոխվել, ինչ է կատարվում, ինչու Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ, ինչպես նաեւ երկու երկրների ժողովուրդների անկեղծ սերը ընդհանուր առմամբ հարցազրույցի ժամանակ իր վերջին մի ամբողջ դրվագ նվիրված էր Հայաստանին եւ Ռուսաստանին հարաբերություններին եւ այս նաեւ ժողովուրդների միջև եղած այդ սիրառատ հարաբերություններին։ Հասկանանք վերջին շրջանում հատկապես այդ հայտնի հայտարարությունները մեզ սովի մատնելու սպառնալիքները ինչ է փոխվել, ինչու Զախարովան մի անգամից սկսեց խոսել արդեն սիրո լեզվով։ Ես չեմ կարծում որ դա սիրո լեզու է, դա իրականում ատելության լեզու է։ Եթե նկատել եք, Զախարովան երբեք չի խոսում պետության մասին։ Զախարովան խոսում է ժողովրդի հետ։ Որ ժողովրդի։ Այն ժողովրդի, ում դավաճանել է Ռուսաստանը։ Գիտեք, այդքան բացահայտ ատելության, այդքան բացահայտ թշնամանքի, այդքան բացահայտ դավաճանության դեմ, այդ բառային մակարդակի բառախաղիկներով սերերը կարծում եմ, որ արձակուրդային ուղղակի արևի տակ շատ է մնացել, եթե երևս, կամ էլ ուղիղ ազդեցությունն են Ուկրաինայի, ուկրաինական դրոնների, որովհետև չի բացառվում, որ վաղը Զախարովան հիշի, որ ռուսները անպարագիծ սիրով սիրում են եղբայր սլավոններին։ Դա է, սիրո բանաձևը ռուսական, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ցանկացած պետության հետ հարաբերություններում նման բարձրաստիճան պաշտոնյաները պետք է խոսեն պետության կարգավիճակով, ոչ թե ժողովրդի, որովհետև ժողովուրդը այս պարագայում չի ներկայացնում պետությունը, ժողովուրդը։ Ռուսաստանում դա միշտ հստակ ընդգծում են, Ռուսաստանում միշտ հստակ ընդգծում են, որ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը իրենց համար ընդհանրապես, ինչ ասեմ, նոնսենս է, կատեգորիավորը գոյություն չունի, այդ պարագայում մնում է ապավինել հայ ժողովրդին, մնում է սիրել հայ ժողովրդին, բայց եթե սիրում են հայ ժողովրդին, ինչու են ամեն գնով փորձում է ժողովրդին իրենց բուն տարածքներից վտարել ու ոչնչացնել։ Բայց նաև Հայաստանի մասին է խոսում, ասում է, որ երկկողմ հարաբերությունները հիմնված են կամ հենված են հարգանքի արժանապատվության վրա։ Եվ խորին հարգանքի դրսևորում է թերևս հայկական ապրանքները, որոնք դեռ ծառերի վրա են, դա ապրանքների մեջ ինչ-որ կյանքի հետ անհամատեղելի մանրէներ հայտնաբերել, ես կարծում եմ հարգանքի շատ know-how տարբերակ է, ինչ ասեմ։ Իսկ վարչապետի այցը Եկատերինբուրգ եւ Միշուստինի հետ հանդիպումը, ինչ է կարծում, կարող էր այդ իմաստով տրամադրություններ փոխել, նկատի ունեմ օրինակ։ Բացարձակապես։ Ես կարծում եմ, որ վարչապետի այցը Եկատերինբուրգ ընդհանրապես նոնսենս էր, որովհետև տեսեք, Ռուսաստանի Դաշնությունը նախագահական կառավարման մոդելով երկիր է, Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական կառավարման, եւ եթե վարչապետի մակարդակով որևէ հանդիպում է կազմակերպվում, մեր իշխանական հիերարխիայով այնտեղ պետք է գնա մեր փոխվարչապետը, ոչ թե վարչապետը։ Սա մեկ։ Երկրորդը, եթե ուշադրություն դարձրել եք, հանդիպումը Եկատերինբուրգում էր։ Ռուսաստանում ընդհանրապես համարվում է, որ կա երկու մայրաքաղաք՝ Մոսկվա, Պետերբուրգ, եւ բարձրաստիճան հյուրերին ընդունում են Մոսկվա, Պետերբուրգ։ Վարչապետը հայտնվել էր ինչ-որ անհասկանալի Եկատերինբուրգում, ինչ-որ անհասկանալի ցուցահանդեսում, ինչ-որ անհասկանալի, ինչ ասեմ, մակարդակի տեղ։ Դա Հայաստանի Հանրապետության եւ վարչապետի մակարդակը չէ։ Ամենայն հարգանքով, ամենայն նաև արարողակարգային նրբությունների իմացությունը հաշվի առնելով։ Եվ եթե ուշադրություն դարձրել եք, իսկ դուք չէիք կարող ուշադրություն չդարձնել, ամենայն դեպս բոլոր այն հարցերը, որոնք հրապարակայնացվեցին կամ չհրապարակայնացվեցին, բայց իրականում քննարկումների առանցքում էին, լուծումներ չեն ստացել։ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է Հայաստանի Հանրապետությունից պահանջել A. Հրաժարում Եվրամիության անդամակցության գործընթացից, ընդհանրապես եվրոինտեգրման որևէ գործընթացից, B. Հրաժարում տրիպից,
չի կարելի Հայաստանի Հանրապետությունը պետք է հավիտենապես մնա, ապա շրջափակման չենթարկա պետություն, այսինքն հաղորդակցողները աշխարհի հետ պետք է լինեն փակ, միակ այսպես լուսավոր կետը պետք է լինի Լարսը, որը պարբերաբար փակվում է, չգիտես ինչու բացվում է հետո, եւ վերջին հաշվով այդ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ իրավիճակն է, ինչ ասեմ, իվերուստ տրված այդպես խորապես Զախարովայի անկեղծ հոգուց բխած սիրով պարուրված Հայաստանին, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, մենք արժանի չենք խաղաղության, Ռուսաստանը խաղաղություն տարածաշրջանում բացառում է, Ռուսաստանին պետք է տարածաշրջանում հավիտենական կոնֆլիկտ, հավիտենական հնարավոր ագրեսիաներ, հավիտենական անկայուն վիճակ, որ հարցը Նիկոլ Փաշինյանը կարող էր լուծել ինչ-որ Միշուստինի հետ, եկեք հասկանանք ընդհանրապես Միշուստինը ով է, հիմա ինձ կասեք Ռուսաստանի Դաշնության վարչապետը, շնորհակալություն հիշեցման համար, ով է Ռուսաստանի Դաշնության վարչապետը ընդհանրապես, Ռուսաստանի Դաշնությունում կա մեկ ղեկավար, Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտին, որը խուսափում է Փաշինյանի հետ եւ նա հանդիպումից։ Ռուսաստանի նախագահն է եւ նա տնօրինում է ոչ միայն ասենք նախագահի գործերը, այլև այն ամենահասարակ ԺԿԽ-ի ղեկավարի գործերը, բոլոր հարցերը տնօրինում է Վլադիմիր Վլադիմիրովիչ Ցարը։ Ինչ կապներ այդտեղ Միշուստինը։ Բայց ցարը հրաժարվում է Ցարը հանդիպել։ հրաժարվում է, հրաշալի է, ցարը հրաժարվում է, դրա համար ցարին հարկավոր է ներկայացնել Պարտամուր հակ, ցարի Պարտամուր հակը։ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է սպասարկել Ռուսաստանի Դաշնության շահերը, եկեք այդ հարցին փորձենք պատասխանել։ Ես կարծում եմ, որ ոչ։ Հայաստանի Հանրապետությունը շատ հանգիստ կարող է Ռուսաստանի Դաշնությանը հենց այսօր ասել, որ գիտեք, տարիներ առաջ տեղ է ունեցել պետական դավաճանություն։ Ռուսաստանի Դաշնությանը 2008 թվականին կոնցեսիոն կառավարման է հանձնվել հայկական երկաթուղին։ Ռուսաստանի Դաշնությանը կնքվել է համաձայնագիր, որի որևէ կետ չի կատարվել։ Բարի եղեք, բարի եղեք։ Մենք ձեզ ներկայացնում ենք SSS պահանջները, կամ կատարեք, կամ պայմանագիրը խզում ենք։ Տեսնեմ Ռուսաստանի Դաշնության նախագահը Միշուստինին կուղարկի Եկատերինբուրգ, որ այնտեղ Փաշինյան հանդիպի։ Հա։ Բայց ինչ է կարծում։ Երկրորդ կետ։ Տեսեք, Ռուսաստանի Դաշնությունն էլ եմ ասում, անգամ ծառերին գտնվող մթերքներում չգիտես ինչ է հայտնաբերում։ Իսկ մենք ինչ ենք անվել Ռուսաստանից ցորեններ կրում։ Արդյոք մեր պարենային անվտանգությունը այսպես պիտի ապավինենք պարենային անվտանգության հիմքում դնենք Ռուսաստանի Դաշնության հետ առևտուրը։ Ոչ։ Այդ նույն ցորենը շատ հանգիստ կարող ենք բերել Ուկրաինայից։ Ավելի հանգիստ կարող ենք բերել Ղազախստանից։ Ինչը հիմա անում ենք։ Նույն լոգիստիկան է։ Գնային տարբերությունը, այստեղ ինքնիշխանության գին է լինելու ընդամենը ինքնիշխանության գին։ Եվ ես կարծում եմ, որ շատ հանգիստ մենք էլ կարող ենք այդ ցորենում ինչ-որ բան հայտնաբերել, որը կյանքի հետ անհամատեղելի է։ Ամեն դեպքում Տիկին Ադամյան, ես ճիշտ եմ հասկանում, որ կնճռոտ հարցեր կան Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում, որոնք վաղ թե ուշ, որքան էլ փորձի ռուսական կողմը այսպես ժամանակ շահել ձգձգել, դրանք հայտնվելու են բանակցության սեղաններին եւ կողմերը ամեն դեպքում փորձելու են հարցերի լուծում գտնել միասին։ Այսինքն նույն երկաթուղու կոնցենսիայի հարցը եւ ելի այլ կնճռոտ հարցեր քննարկվելու են, դրանից խուսափել հնարավոր չի։ Եվ այո, ոչ։ Ասեմ ինչու։ Այո, որ այդ հարցերը կան։ Այո, այդ հարցերը հարուցում է Ռուսաստանի Դաշնությունը։ Մենք այդ հարցերը չենք հարուցում։ Մենք ընդհանրապես այդ հարցերի, ինչ ասեմ, հարցերի թիրախում ենք։ Բայց դրանք մեր հարցերը չեն։ Դրանք Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետությունը իր խամաճիկը դարձնելու շրջագծում ձևավորված հարցեր են։ Մենք խամաճիկ չենք։ Սա մեկ։ Երկրորդ, այդ հարցերը լուծումներ չունեն։ Գիտեք ինչու չունեն։ Որտեղ Ռուսաստանի Դաշնությունը երբևէ չի հրաժարվել եւ չի հրաժարվում առ այսօր հետ խորհրդային տարածքի պետությունների հետ խոսել հրամայողի, հրահանգներ իջեցնողի, այսպես ոնց է շատ հիշեցրիք Զախարովային սիրողի կարգավիճակով։ Դե եթե ես քեզ սիրում եմ, դու պարտավոր ես։ Դու պարտավոր ես ինձ սիրել։ Անփոխադարձ սերեր չեն լինում աշխարհում, բայց այդ պարտավորված սիրո մեջ դու ինձ պիտի ինչ անես, ենթարկվես, ընդամենը։
Դա է։ Եվ ծառայես։ Ռուսական սիրո բանաձևը դա է։ Ես սիրում եմ քեզ։ Դու պարտավոր ես իմ ենթական լինել։ Այդ կտրվածքով այդ հարցերը լուծումներ չունեն։ Եվ դիվանագիտության մեջ նաև այդ եզրույթը միանշանակ առավել եւս որ եկեք հիշենք էլի մենք անվերջ հիշում ենք որ 40 դար ու ավելի Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարում է մեկ մարդ, բայց եկեք հիշենք նայել որ համարյա թե 40 դար Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարն է մեկ մարդ, որ արդեն ինչ ասեմ զարամախտի բոլոր աստիճաններով անցել է, որ իր կարծրացած, գերկարծրացած պատկերացումները աշխարհի հետ համարժեք չեն։ Աշխարհում այնքան իրադարձություններ են եղել, այնքան աշխարհաքաղաքական փոփոխություններ են եղել, այնքան զարգացումներ են եղել, բայց Սմոլենսկի հրապարակում աշխարհը շարունակում են տեսնել 1998 թվականի մակարդակով։ Եթե հիշենք Ուկրաինայի դեմ պատերազմը սկսելուց առաջ Ռուսաստանը ինչ ուլտիմատում էր ներկայացրել ՆԱՏՕ-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, ընդհանրապես Եվրամիությանը, վերադառնում ենք 1998 թվականի վիճակին 21-րդ դարը Ռուսաստան չի մտել 21-րդ դարը ոչ Կրեմլ չի հասել, ոչ Սմոլենսկի հրապարակ չի հասել, ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունը մնացել է 20-րդ դարում։ Ռուսաստանի Դաշնությունը ընդհանրապես մի ցած կարեց, միայն մեկ ցած կարեց 2007 թվական Մյունխենի անվտանգության հարցերով խորհրդաժողով, որտեղ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը փոխում է իր քաղաքականությունը։ Այ 2007 թվականի ելույթով Մյունխենի ճառով Պուտինը պատերազմ հայտարարեց։ Պուտինը ազդարարեց, որ պատերազմ է հայտարարում աշխարհին, բայց աշխարհը adekvat չգնահատեց, որ դու մտածում են, լավ, էս Ռուսաստանը նկատի ունեք հայտարարությունը, որ հետխորհրդային սահմանները ձգտելու է միավորել։ Նկատի ունեմ Ռուսաստանի դերի կարգավիճակի փոփոխության մասին հայտարարությունը առան, որ Ռուսաստանը գերտերություն է եւ որ բոլորը պարտավոր է Ռուսաստանի գերտերություն միջուկային գերտերություն լինելը ճանաչել, չէր նշանակում պարտավոր է ճանաչելը։ Պետությունները առանց հետո գիտեին Ռուսաստանի միջուկային գերտերությունն է, պարզապես Ռուսաստանը ներկայացնում էր այն փոփոխությունները, որ տեղի ունեցել իր երկրում։ Ռուսաստանը փորձում էր ասել դուք աշխարհակալական ձեր ձգտումները եւ իմ աշխարհակալական ձգտումները հետ այսու բախվելու են իրար, բայց աշխարհակալական ձգտումների նպատակների մեջ կար տարբերություն։ Տեսեք, Եվրամիությունը ինչ քաղաքականություն է վարում ոչ Եվրամիության անդամ պետությունների նկատմամբ։ Առաջին հերթին խաղաղություն, ճանապարհների լոգիստիկայի եւ տնտեսության զարգացում։ Հիշենք, հա, ամբողջ մեր անկախական շրջանը Ռուսաստանի Դաշնությունը մեզ համար լոգիստիկ որևէ հարց լուծել է։ Ռուսաստանը 1991 թվականից առ այսօր խոչընդոտում է հայ-թուրքական սահմանի բացումը։ Հայ-թուրքական հարաբերություններում որևէ փոփոխություն։ Սա մեկ։ Երկրորդ, Ռուսաստանը մեր տնտեսության զարգացմանը որևէ կերպ դույզնիչ նպաստել է։ Մենք պետք է ունենայինք գործող երկաթուղի, գոնե Հայաստանի Հանրապետության տարածքում մենք այդ երկաթուղին ունենք։ Ամբողջ Ռուսաստանին հանձնեցին Հայաստանի ամբողջ ընդերքը։ Այդ ընդերքը ինչ կարգավիճակում է թալանի, կոռուպցիայի, թե ժամանակակից տեխնոլոգիաներով համենայն դեպս բնապահպանական բոլոր նորմերը հաշվի առնելով, նաև ոչ միայն հումք արտահանելու, այլև ապրանք արտահանելու, որը շատ ավելի թանկ է, այսինքն մետաղաձուլական համալիրներ ունենալու զարգացումը այդպես է լինում։ Որևէ քայլ արեց Ռուսաստանը։ Ռուսաստանը գիտեք, Միշուստինը Փաշինյանից պահանջել էր հարգել Հայաստանի Հանրապետությունում ռուս ներդրողների շահերը։ Լսեք, ուր են այդ ներդրումները։ Ուր են այդ ներդրումները եւ ովքեր են այդ ներդրողները։ Արդյոք այդ ներդրողները են մարդիկ են, որ այսքան տարի կանխել են Հայաստանի Հանրապետությունում որևէ զարգացում։ Արդյոք այդ ներդրողները են մարդիկ են, ովքեր եթե անաչառ աուդիտ լինի, դեռ հայտնվելու են միջազգային արբիտրաժներում։ Այսինքն Ռուսաստանը Հայաստանին էլ է փորձում պահել 20-րդ դարում, ինչպես ասացիք, 21-րդ դարը չի հասել Բոլորին է Ռուսաստանը Ուկրաինային է փորձում վերադարձնել 20-րդ դար։ Այս 5 տարվա պատերազմը 5 տարվա անփառնակ պատերազմը, իդեպ վերջերս մի ինֆորմացիա կարդացի, որ Ռուսաստանի Դաշնության զորքերի կազմում 44 երկրի վարձկաններ են մասնակցում, 44 երկրի վարձկաններ։ Դուք պատկերացնում եք դա ինչ թիվ է։
Եվ Ռուսաստանի փլուզվող տնտեսությունը, Ռուսաստանի տարբեր տարածքներում այրվող նավթի, բենզինի վերամշակման գործարանները, Ռուսաստանի այսօրվա այն վիճակը, որ Ռուսաստանը փորձում է Հնդկաստանից կամ չգիտեմ էլ որ երկրից բենզին ներկրել։ Դուք այստեղ տեսնում եք 21-րդ դարին հարիր որևէ արտաքին քաղաքականություն կամ ներքին քաղաքականություն։ Դե Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները այսօր դիմում են ցարին, բացիր աչքերը տես ինչ է կատարվում։ Ինչի մասին է խոսքը։ Եվ մենք փորձում ենք գնալ ու ենթարկվել այդ երկրի։ Մենք փորձում ենք փոխվել այդ երկրից կամ քայլել դեպի 21-րդ։ Ոչ, պիտի ձեզ Սա իրենց մեկնաբանությունն է, իմը չէ։ Պիտի ձեզ հիասթափեցնեմ համենայն դեպս հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով մեր երկրում կա բավականին ստվար զանգված մարդկանց, որ Ռուսաստանի Դաշնության հետ փորձում են ապագա ունենալ։ Ինչպես վարվել այդ մարդկանց հետ։ Գիտեք, հարցերի հարցը ոչ թե նա է, թե այդ մարդիկ ինչու են գնացել ձայն տվել Կրեմլի վկաներին։ Հարցերի հարցը այն է, արդյոք այդ մարդիկ շարունակելու են այդ քաղաքականությունը։ Կյանքը հունիսի 7-ի վրա կանգ չի առնում։ Ոչ էլ ավարտվելու է 5 տարի հետո, վստահաբար։ Այ մենք ինչ ենք արել, որ այդ մարդիկ, չասեմ բոլորը, չասեմ, որովհետև ես նախ դատական գործընթացներ, դատական որևէ ապացույց էս պահին ես չունեմ, որ ասեմ թեկուզ կոնկրետ քանի դատական գործով, քանի ընտրակաշառք է ապացուցվել, իդեպ դա նաև Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի չկայացածության վկայությունն է, որ այսինքն հակակոռուպցիոն բացահայտումներից հետո, չգիտես ինչի դատական գործեր չեղան ու մինչև հիմա կարծես թե չկան։ Ինչու՞։ Սա էլ է, չէ՞, արդ մի ամիս անցել է ընտրություններից, մի ամիս ու ավելի։ Եթե իրականում այդ պատկերը կար, ինչու այդ դատական համակարգի այդ օղակը հետ է մնում։ Սա շատ կարևոր հարց է։ Ես կարծում եմ, որ այս հարցը միայն ընտրություններին չի վերաբերում, այս հարցը վերաբերում է մեր կյանքի բոլոր ոլորտներին։ Իդեպ այդ արձանագրումը նաև վարչապետն է արել, որ դատական համակարգը ըստ էության իր տեղում չէ։ Հրաշալի է, գիտեք, բայց իմ ու վարչապետի մեջ մի շատ էական տարբերություն կա, մենք կարող ենք նույն արձանագրումը անել, բայց որևէ մեկ ինչ չի կարող մեղադրել, որ ես դրա համար ոչինչ չեմ արել։ Առավել եւս, որ ես դրա մասին անverջ բարձրաձայնել եմ։ Վարչապետի ձեռքին բոլոր լծակներն են։ Վարչապետը չի կարող հրաման տալ դատական համակարգին ինչ-որ, բայց վարչապետը պարտավոր է դատական համակարգի բարեփոխումներ անցկացնել ի պաշտոնն է, ի պաշտոնն է։ Ամենայն դեպս վարչապետը այդ ազնիվ մղումները ունեցել է։ Ի սկզբանե ունեցել է այդ ազնիվ մղումները ուր մնացին, որ կետում մնացին, ինչին բախվեցին, ինչու չեղան, դա արդեն կարծում եմ բոլորիս է վերաբերվում, որովհետև այս կամ այն կերպ բոլորս էլ ներքաշված ենք այդ գործընթացներում, անկախ նրանից մեզ դատարաններում այսօր մեր դեմ հայցեր կան թե չկան, դա մեր երկրին է վերաբերում, դա բոլորիս է վերաբերում, որովհետև դա պետությանն է վերաբերվում, այս կտրվածքով ես նկատի ունեմ։ Բայց վերադառնանք խորհրդարանի պատկերին, ինչ ենք ունենալու մենք 5 տարի։ Ինչ ենք ունենալու։ Արդյոք մենք շնորհակալություն պիտի հայտնենք միջին վիճակագրական ընտրողին, որ գնաց իր, ինչ ասեմ, փոքրամասնության մեջ գնաց եւ կրկնեց նույն հիմարությունը, ինչ արել էր 21-ին։ Գնաց եւ կրկնեց նույն հիմարությունը, գնաց եւ ձայն տվեց Կրեմլի վկաներին։ Ու ինչ։ Հիմա ինչ պիտի երկիրը զոհաբերենք նրանց տհասությանը, կարճատեսությանը։ Խնդիրը դա է։ Խնդիրը այսօր դա է, որովհետև տեսեք, ոնց ուզում եք վերցրեք, եթե խորհրդարանում հայտնված այդ իդեպ շատ զարմանալի բան տեղի ունեցավ ուժեղ Հայաստանի հետ այս ընթացքում 105 падգամավորներ մարդիկ այնքան ուժեղ էին, որ որոշեցին, որ անգամ падգամավորական մանդատներից պետք է հրաժարվեն, թերևս դա ուժի վերջին պորտկումն էր։ Ես որևէ բացատրություն այդ փաստին մտադիր էլ չեմ գտնելու, բայց համենայն դեպս համարում եմ, որ հերթական անգամ ուժեղ Հայաստանը ապացուցեց իր ուժը ուղղակի բացասական նշանով, դա ուժ չի, դա թուլություն է, դա թուլություն է։ Եվ ուժեղ Հայաստանը իր թուլությունը առաջին իր դեպ դա շարժում էր այդ պահից ապացուցում է առ այսօր, չգիտես ինչու որևէ մեկը չի տեսնում, որովհետև բոլորին կուրացնում է ֆինանսական փայլը։ Որովհետև եթե այդ շարժում կուսակցություն այսօր արդեն խորհրդարանական ուժ ֆենոմենից հանում ես ֆինանսները, ինչ է մնում տակը։ տակը ոչինչ չի մնում։
Տակը ոչինչ չի մնում, տակը մնում է մեր գրահանք, մեր ցուցում, ստացված Կրեմլից։ Ինչ կասեն, այն էլ կմնա, չեն ասի ոչինչ չի մնա։ Ընդամենը այդքան տրիվիալ ճշմարտություն։ Ընդամենը այդքան տրիվիալ ճշմարտություն եւ այսօր այդ տրիվիալ ճշմարտության հետ պետք է հաշվի նստենք բոլորս, որովհետեւ այդ տրիվիալ ճշմարտության տրիվիալ օրենքները գործելու են 9-րդ գումարման ազգային ժողովում եւ 9-րդ գումարման ազգային ժողովը ամենայն հավանականությամբ գնալու է այն նույն երթուղով, որով գնաց 8-րդ գումարման ազգային ժողովը։ Այսինքն փոխադարձ մեղադրանքներ, փոխադարձ չհիմնավորված մեղադրանքներ, որոնք երբևէ չեն հիմնավորվելու եւ այդ փոխադարձ մեղադրանքների, նզովքների, անեծքների, երբեմն գուցե նաեւ, չգիտեմ, ձեռնակռվի մթնոլորտում մենք 5 տարի կորցնելու ենք այն ժամանակը, որը իր ակտիվում գրանցելու է Ադրբեջանը, որտեղ Ադրբեջանը այդ ընթացքում շարունակելու է տնտեսապես զարգանալ, շարունակելու է զինվել, շարունակելու է դեպի Եվրամիություն շատ ակտիվ ընթացք։ Իսկ մենք չենք Եվրամիություն դեպի ՆԱՏՕ։ Իսկ մենք չենք անում նույնը Տիկին Ադամյան նկատի ունեմ տնտեսապես ավելի, այսպես ասած, տնտեսությունը դիվերսիֆիկացնել հատկապես հաշվի առնելով վերջին իրադարձությունները, երբ Եվրամիությունը բացատրեց շուկան։ Գիտեք, ֆենոմենալ արագությամբ Հայաստանի Հանրապետությունում ընդունում ենք Եվրահանձնաժողովի նախագահին ու գնում ենք Միշուստինին հանդիպելով։ Լավ, ասենք, ինչ որ մի խելագարություններ տեղի ունենում Միշուստինը Պուտինի ցուցումով ասում էր վերջ մենք ձեզ իսկապես սիրում ենք, հանում ենք բոլոր պատժամիջոցները, շարունակում ենք, եռապատկում ենք, քառապատկում ենք ձեզ այդ ապրանքաշրջանությունը եւ առևտուրը ու ինչ։ Գալու էինք Մարտակոսին, Կայա Կալասին, Եվրահանձնաժողովի նախագահին ասենք, դե Ռուսաստանը մեզ ներեց, ընդունեց, մեզ սիրում ենք, էլ ձեզ չենք սիրում։ Հա։ Այդպես է կանելը։ Դե բայց սերը դիվանագիտական կատեգորիա չէ, չէ՞։ Սերը դիվանագիտական կատեգորիա չէ, առավել եւս տնտեսությունը սեր չի։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանն ուներ 8 տարի։ Լավ, կորոնան, պատերազմը, տարատեսակ հանգամանքները հանենք, բայց մի հնգամյակ հաստատ ուներ։ Համենայն դեպս 23-ից հետո հաստատ ժամանակ ուներ։ Փոխելու տնտեսության կառուցվածք, փոխելու բյուջեի կառուցվածք, փոխելու մթնոլորտ, փոխելու ընդհանրապես պատկերացում Հայաստանի Հանրապետությունը ուր է գնում, որովհետև Հիմա հստակ չի այդ հարցի պատասխանը Տիկին Ադամյան։ Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը շատ հստակ կլիներ, եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանական ընտրությունների մասնակցության այլ ծրագիր ներկայացներ, որովհետև այնտեղ ամենայն դեպս ֆիքսված է, որ Հայաստանի Հանրապետությունը վարում է հավասարակշռված, այո, որն է հավասարակշռվածը։ Տեսեք, այստեղ ինչ թակարդ կա։ Դուք չես կարող երբևէ որևէ երկրում, ուզում ելնի դե պարտադիր չի որ ֆիքսվենք Նիկոլ Փաշինյանի կամ Հայաստանի վրա, որևէ երկիր, վերցնենք X երկրի X վարչապետ։ Այդ X երկրի X վարչապետը չի կարող հավասարակշռ քաղաքականություն վարել այն պարագայում, երբ իր երկրում զուտ մեկ երկրի, ասենք Y երկրի մոնոպոլիաներ են։ Որը գնալով կարծես թե փորձում են քչացնել կամ բալանսավորել, ինչպես իրենք են ասում։ Փորձում են քչացնել, բալանսավորել, իսկ դա վերաճում է ինչի։ Դա վերածում է այն երկրի ում մոնոպոլիաներն են այստեղ պատերազմ հայտարարելու քեզ, որովհետև եթե դու քո մոնոպոլիաները վերացնում ես, իր մոնոպոլիաները այս պարագայում վերացնում ես, ստացվում է դու դառնում ես իշ թշնամին։ Ինչպես ես դա հավասարակշռելու։ Կա այս հարցի պատասխանը։ Այս հարցի պատասխանը կա։ Իրականում կա, որովհետև սա բխում է Հայաստանի Հանրապետության ազգային շահից, սա պետք է անել վաղուց եւ այս ուղղությամբ շատ այսպես հեծանիվներ հնարելու, հեռուներ գնալու անհրաժեշտություն չկա։ Կա Եվրամիությունը, կա Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդ պարագայում ինչու ենք մենք մնում հապկում։ Ինչու ենք մենք մնում հապկում։ Ինչն է մեզ կապում, կաշկանդում, հապկում, եթե մենք կարող էինք օրինակ, վերջին օրինակ, ընդամենը վերջին օրինակը, տեսեք, Զելենսկին հակաօդային պաշտպանության դրոնների արտադրությամբ այնպիսի հաջողությունների է հասել, որ անգամ Տրամփն է դա ընդունում, անգամ Տրամփն է ընդունում, որ Զելենսկին շատ լավ էլ խաղաթղթեր ունի, շատ լավ էլ ախտաթղթեր ունի։ Եվ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանն է։ Ուկրաինայի նախագահի հետ, թեպետ դա առաջարկվել է նաև Հայաստանին, Ադրբեջանն է Ուկրաինայի նախագահի հետ այդ նոր զինատեսակի համատեղ արտադրության համաձայնագիր կնքում։ Դա առաջարկվել է նաև Հայաստանին։
Հայաստանը դրան չի գնացել ՀԱՊԿ անդամ լինելու պատճառով։ Ինչու ենք մենք շարունակում մնալ ՀԱՊԿ-ում։ Ինչու ենք մենք անverջ փորձում կարճած մնալ ԵԱՏՄ-ից։ Ինչ է մեզ տալիս ԵԱՏՄ-ն, եթե տնտեսագետները վկայում են, որ վերջին տարիներին մենք ավելի շատ մուծումներ ենք անում ԵԱՏՄ բյուջե, քան ԵԱՏՄ բյուջեից հետադարձ գալիս է Հայաստանի Հանրապետության բյուջե։ Սա սոց ֆինանսականը, քաղաքականը դեռ դրած մի կողմ։ Մենք մնում ենք մի կառույցի անդամ, որը իր իսկ կանոնադրության եւ դա արձանագրել է նաեւ վարչապետը, իր իսկ կանոնադրության 3 հիմնարար սկզբունքներն է խախտում։ Ապրանքների, ֆինանսների, ծառայությունների ազատ տեղաշարժ։ Իր կանոնադրությունն է խախտում, ուրեմն կա թե չկա այդ կառույցը։ Վերջին հաշվով դարի հարցը կա թե չկա այդ կառույցը։ Կառույցը կա։ Կառույցը կա եւ բնական է որ կառույցի մյուս անդամները չեն փորձել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններ փչացնել, ինչ որ Հայաստանի համար թեպետ շատ լավ գիտեն որ Հայաստանին կուլ տվեցին, հաջորդը 1/1 իրենց են կուլ տալու, բայց իրենք փորձելու են ժամանակ շահել։ Եվ կառույցը նաեւ այդքան տնտեսության մասին չէ, որքան քաղաքական կառույցը քաղաքականության մասին է, միանշանակ կառույցը ընդհանրապես տնտեսության մասին չի, կառույցը քաղաքականության մասին է։ Ինչու ոչ Եվրամիությունն էլ է քաղաքականության մասին, թեպետ համարվում է տնտեսական կառույց։ Բայց այդ տնտեսական կառույցը փորձում է նաեւ ռազմական բաղադրություն ունենալ, այդ տնտեսական կառույցի հիմքում դրված է, էլի եմ ասում, ազատ հաղորդակցություն, խաղաղություն, տնտեսության զարգացում։ Բարգավաճում կարճ ասած, որտեղ Եվրոպայի նպատակը պատերազմներ, սադրանքներ, ագրեսիաներ արտացելը չէ։ Եվրոպայի նպատակը այդ ամեն ինչին առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմամբ, մշակութային հարաբերությունների զարգացմամբ, համակարգերի ստեղծմամբ այդ ամեն ինչին վերջ տալն է եւ ընդհանրապես բոլոր այն երկրներին, որոնք այդ չափանիշներին չեն համապատասխանում, բարձրացնել, հասցնել իրենց չափանիշին, իրենց մակարդակին, իրենց համակարգի մաս դարձնել։ Այստեղ գալիս է երկրորդ դարակազմիկ հարցը, արդյոք Հայաստանի Հանրապետությունն այս ամբողջ ընթացքում կարողանա կամ ցանկություն կունենա կամ կփորձի մենք ունեինք այդ ժամանակը մենք ունեինք այդ հնարավորություն տեսեք էկոնոմիկայի նախարարությունից հայտարարում են մենք Եվրամիության անդամակցության այդ հայտ ներկայացնելու բոլոր չափանիշները դրել ենք այսինչ կայքում այսինչ ժամանակ ոչ մի գործարար ուշադրություն չի դարձրել մենք մեղավոր չենք մենք լավն ենք մենք սպիտակ ու փափկամազիկ ենք մենք ամեն ինչ արել ենք այդ քխ գործարարները չեն հետաքրքրվել գնայիք այդ գործարարներին բացատրեիք Գնայիք ու ստեղծեիք այն հարթակը, այ որ հիմա փորձում է ստեղծել Եվրահանձնաժողովի նախագահը 18 միլիոն եվրո են հատկացնում այն հարթակի ստեղծմանը, որը պետք է օղակ դառնա արտադրողի եւ սպառողի միջև։ Դա պետության գործն է, դա Եվրահանձնաժողովի նախագահի Ուրսուլա ֆոն դեր Լայենի գործը չի հաստատ։ Վստահեցնում եմ ձեզ ինքը լիքը ուրիշ զբաղմունքներ ունի։ Լիքը ուրիշ զբաղմունքներ ունի։ Բայց ինքը այսօր գալիս է ստեղծում է մի բան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է ստեղծեր, եթե իսկապես հավասարակշռելու նպատակ ուներ, մոնոպոլիաները վերացնելու նպատակ ուներ, դիվերսիֆիկացման նպատակ ուներ, որտեղ գիտեք շատ գեղեցիկ բառեր լիք կան։ Գեղեցիկ արտահայտություններ, գեղեցիկ պատրանքներ, ընդհանրապես ցանկացած իշխանություն, ցանկացած երկրում դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետության զբաղվում է պատրանքներ ստեղծելով, բայց այդ պատրանքների տակ պետք է լինի իրականություն։ Եթե դու իրականություն ունես, այն բախումները, որոնք չեն դադարում քո պետության ներսում, դու ինչ պատրանք ուզում ես ներկայացրու։ Վերջը քեզ սպասում է հիասթափություն։ Ես ուզում եմ նաև ասել, որ այն բոլոր մարդիկ Կրեմլի այդ բոլոր վկաների փաղանգը, Զախարովայի սիրո խոստովանությունները, ընդհանրապես Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության հասցեին հնչող այս բոլոր հայտարարությունները տարբեր մակարդակի, եթե փորձում ես համադրել, դու ստանում ես պարզ եզրակացություն։ Ռուսաստանի Դաշնությունը իրեն պարտված չի համարում թեպետ ընտրություններով հնարավոր չեղավ Հայաստանում հեղաշրջում անել Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է պայքարը եւ պայքարը չի հասնելու մինչեւ 2030 պայքարի թիրախում լինելու է 2028 Երևանի ավականու ընտրությունները այ Ռուսաստանի Դաշնությունը փորձնելու է վերցնել Երևանը ինչպես փորձեց 2023-ին ու ելի չկարողացավ վերցնելու է Երևանը եւ փորձելու է Երևանով շարժվել դեպի հանրապետություն չհասնելով 2031-ին
հիմա գլխավորը Ռուսաստանի Դաշնության համար։ Նույնիսկ այն հանգամանքը չի, որ իրենք փորձեցին Հայաստանին ընկճել, Հայաստանին հավաքել իրենց բռում, բայց եկավ Բրյուսելը, եկավ Վաշինգտոն ու ասեց չես կարող։ Չես կարող, ուղղակի չես կարող, չի ստացվելու։ Չի ստացվելու ու վերջ, ինչ ուզում ես արա։ Նույնիսկ դա հիմա իրենց չի հետաքրքրում։ Իրենց հիմա հետաքրքրում է Երևանը։ 2028-ի Երևանը։ Տիկին Ադամյան, եւս մեկ հարց, որ ուզում եմ անդրադառնամ, քանի որ պատրանքներից խոսեցիք, Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի համար նախ վերացրել է տարանցման բոլոր սահմանափակումները եւ արդեն Ղազախստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից 40 տոննա ապրանքաշրջանառություն է եղել հենց Ադրբեջանի տարածքով եւ Իլհամ Ալիևը նաեւ հայտարարում է, որ ավելին մեջբերում եմ իր բառերը, Ադրբեջանն ինքն է սկսել նավթամթերք արտահանել Հայաստան, հատկապես ներկայիս իրավիճակում, երբ շատ երկրներ վառելիքի պակասի են բախվում, Հայաստան ունի վառելիքի հուսալի աղբյուր եւ այդ աղբյուրը Ադրբեջանն է։ Այստեղ բանալի բառը երևի ավելի շատ հուսալին է։ Հասկանանք այս կարճ ժամանակում Հայաստանին եւ Ադրբեջանին հաջողվել է այդպիսի գոնե տնտեսական գործընկերներ դառնալ, հուսալի տնտեսական գործընկերներ դառնալ միմյանց համար, թե այստեղ էլ Ալիևը փորձում է պատրանքներ ստեղծել։ Այստեղ պատրանքի խնդիր չկա։ Ամբողջ տարածաշրջանը եւ առանց չափազանցության աշխարհը սպասում էր հունիսի 7 ընտրություններին։ Եվ վստահեցնում եմ ձեզ, եթե հունիսի 7 ընտրությունները այլ պատկեր ունենային, Ալիևի խոսույթը ընդհանրապես այլ էր լինելու։ Ալիևը փորձելու էր ոչ թե ներկայացնել այն, որ ինքը դարձել է հուսալի գործընկեր, այլ Ալիևը փորձելու էր աշխարհին ապացուցել, որ իդեմս Հայաստանի ունի հուսալի գործընկեր, բայց Հայաստանի իդեմս հայ ժողովրդի ընտրության Ալիևը չստացավ այդ հուսալի գործընկերը չէ։ Սա է ֆոկուսը։ Եվ չզարմանաք, եթե շարունակվեն Բաքվից հայտարարությունները առայն, որ ինչ-որ միջանցք կա, գուցե ինչ-որ պահի վերադառնան նոյեմբերի 9-րդ կետին։ Չէ, շատ կառուցողական են, խաղաղության մասին են խոսում, տրիփի մասին են։ Իհարկե խաղաղության մասին են խոսում, իհարկե տրիփի մասին են խոսելու, բայց փորձելու են այնուամենայնիվ այդ մահակները պահել, որովհետև ելի եմ ասում, Իլհամ Ալիևի համար շատ կարևոր էր, որ Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական պայմանագիր ունենար մեծամասնություն, քաղաքացիական պայմանագիրը խորհրդարանում ուներ սահմանադրական մեծամասնություն, խորհրդարանում այսքան ռուսամետները չծպծփային, խորհրդարանում արևմտամետ ուժ լիներ եւ խորհրդարանը կարողանար վերջապես դառնալ ձեր ասած այն բանալին, որով բացվում է Հայաստանի Հանրապետության ապագայի դռները։ Այդ խորհրդարանը մենք այս պահին չունենք։ Մենք այս պահին ունենք խորհրդարան, որտեղ մեծամասնությունը փոքրամասնությանը մեղադրում է ոչ լեգիտիմ լինելու մեջ, փոքրամասնությունը մեծամասնությանն է մեղադրում ոչ լեգիտիմ լինելու մեջ։ Եվ բնական է այդ փոխադարձ լեգիտիմության դեֆիցիտի, լեգիտիմության չճանաչման պարագայում շատ տարատեսակ հայտարարություններ են հնչելու Ադրբեջանից։ Ես որևէ հայտարարություն Ալիևի խորապես պետք չի զարմանք որևէ մեկին պատճառի, խորապես հիմնավորված է, խորապես բացատրված է ու սպասեք նաև այլ տեսակի հայտարարությունների, որդորում եմ նման հայտարարություններին ուշադրություն չդարձնել։ Իրեք այդ հայտարարությունները պարբերաբար հնչում են, բայց քաղաքականությունը այն բառայեղ այսբերգն է, որը մենք տեսնում ենք միայն տեսանելի մասը, այդ տեսանելի մասում հնչող հայտարարությունները սովորաբար որպես կանոն չեն համապատասխանում այն բուն ներսում տակը չերևացող մասում գտնվող գործընթացներին եւ փառք Աստծո։ Քանի որ ասացիք, որ այն բանալին, որը պիտի բացեր Հայաստանի դռները, այդ խորհրդարանը մենք չենք ձևավորել։ Հիմա ժողովուրդը չի ձևավորել։ Հիմա ինչ պիտի ակնկալել կամ ենթադրենք, որ դռները փակ են մնալու առաջիկա 5 տարիներին, այսինքն այդ բանալին չի բացել։ Ոնց եք բացելու։ Դե փորձեք գործող, արդեն համարենք գործող 9-րդ գումարման խորհրդարանում փորձեք բերել մի նախագիծ, որը վերաբերելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը։ Փորձեք։ Բոյկոտելու է ընդդիմությունը։ 8-րդ գումարման խորհրդարանի դատարկատորները երբևէ չեք տեսել։ Տեսել եք, չէ՞։ Վերջին 5 տարիներին։ Վերջին 5 տարիներին որպես կանոն տեսել եք ինչ հարցեր են տրվում կամ ընդհանրապես հարց ու պատասխանի ժամանակ չեն տրվում վարչապետին։ Ինչ հայտարարություններ են հնչում։
Չունեք տպավորություն, որ համենայն դեպս 8-րդ գումարման խորհրդարանի որոշակի թվով падգամավորներ եղել են ոչ թե Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի падգամավորներ, այլ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի падգամավորներ։ Եվ իրենց հայրենիքը ընդունել են ոչ թե Հայաստանի Հանրապետությունն, այլ Ռուսաստանի Դաշնությունը։ Դա պետսեղաններին եղել է Արցախի դրոշը։ Ես կարծում եմ, որ մենք շատ մեծ վտանգի առաջ ենք, որ նույն պատկերը լինելու է 9-րդ գումարման ազգային ժողովում։ Այդ դրա մասին պետք է մտածել, պետք է երկրում իրավիճակ փոխել, որտեղ միտքս կիսատ մնաց ուրիշ թեմաների գնացի։ Ես չեմ կարող պնդել, որ բոլոր մարդիկ օդից փոխ համակարգով են ընտրության գնացել։ Չեմ կարող պնդում, այդ պնդումը ես չեմ կարող անել, բայց ես կարող եմ հարց բարձրացնել։ Իսկ Ինչու Հայաստանի Հանրապետությունում կա այսքան շատ սոցիալական անհավասարություն։ Ինչու Հայաստանի Հանրապետությունում այնքան շատ են մարդիկ, որոնց կրթական ցենզը չի բավարարում հասկանալու համար ինչ է կատարվում։ Ինչ բարեփոխում ասես անում են կրթության ոլորտում։ Բայց մարդիկ արդյոք բավարար կրթված են, արդյոք բավարար իրավական գիտելիքներ ունեն, արդյոք մարդիկ բավարար ապահովված են աշխատանքով։ Կանverջ խոսում ենք, այսքան աշխատատեղ ենք ստեղծել, այսքան են, պարտագնա աշխատանքին չեն մեկնում։ Մարդիկ գիժ են, պարզապես գիժ են, որ թողնում են իրենց տուն ու տեղը ու գնում են Ռուսաստանները, Ղազախստանները, չգիտեմ, այլ երկրներ։ Եթե այստեղ ունենային այդ աշխատանքը կգնային։ Դե այստեղ էլ ներգաղթյալներ կան, աշխատանքային ներգաղթյալներ։ Նկատի ունեք ռուսներին, հնդիկներին եւ չգիտեմ ելում։ Գերեք Փառք ու պատիվ իրենց, փառք ու պատիվ նրանց նաև որ ներգաղթյալներին գործ են տալիս, աշխատանք են տալիս, ապահովում են իրենց կենցաղը եւ այլն, դա բացարձակապես այլ խոսակցություն է։ Իմ ասածը ժողովրդագրական պատկերին է վերաբերվում։ Իմ ասածը վերաբերում է տնտեսության կառուցվածք փոխելուն, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը չի կարող լինել շինարարություն, զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ Հայաստանի Հանրապետությունը, եթե ուզում է ինքնիշխանություն ամրապնդել, եթե ուզում է Եվրամիության հետ, Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցել, այդ պետությունները չեն հենվում։ Ընդամենը մենակ Իտալիայի անտալը բավարար է զբոսաշրջության առումով։ Ընդամենը Իտալիայի թեկուզ միայն Ռոմի անտալը բավարար է։ Մենք այդտեղ չենք կարող մրցակցել։ Մենք այդտեղ խոսելու ոչինչ չունենք։ Բայց այդ բոլոր երկրների տնտեսության կառուցվածքները վերցրեք ու համատեք Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքի հետ։ Փորձեք վերցնել փորձում ենք համապատասխանել Եվրամիության չափանիշներին։ Դե լավ, մի կողմ դնենք, որ այդ սեպան ինչեւ հիմա չենք կատարել նույնիսկ սեպան։ Չասեմ, չխոսեմ այդ մասին, առանձին խոսակցության թեմա է, բայց փորձեք համեմատել այս պետությունների, այս կառուցվածքում գտնվող պետությունների ու Հայաստանի Հանրապետության տնտեսության կառուցվածքը։ Փորձեք ոչ թե հակադրել, այլ համադրել համակարգերը։ Արդյոք մենք այդ համակարգում ենք, որ համակարգում է ամբողջ քաղաքակիրթ ժողովրդավար աշխարհը։ Թե մենք այնուամենայնիվ մնում ենք այդ ռուսական ուղեծրում գտնվող պետությունների համակարգում, որտեղ բոլոր խնդիրները լուծվում են ռուսական շատ հայտնի խոսքով, ավոս, մեկ էլ տեսար, ինչ-որ բան փոխվեց, մեկ էլ տեսար, չէ, մեկ էլ տեսարի ժամանակները ավարտվել են, 20-20-ին տեսանք, այդ մեկ էլ տեսարը, տեսել ենք, անցել ենք, հիմա մեզ իսկապես բոլոր հնարավորությունները Հայաստանի Հանրապետությանը տրված են, ներքին ռեսուրսները ունենք, արտաքին աջակցություն ունենք, ավելին, արտաքին հակազդեցություն ունենք, որովհետև մինչև Ռուսաստանի Դաշնությունն իր ակնհայտ պատժամիջոցները չսահմաներ, Հայաստանի Հանրապետությունը ոչ ոք տեղից շարժվողը չէր։ Սա էլ ընդունենք, էլի շնորհակալություն ցարին այնուամենայնիվ այս ամեն ինչի համար։ Հիմա վակուումի մեջ չպետք է գտնվենք, որովհետև հիմա ոչ թե անորոշության, անկայունության ժամանակ է, այլ խիստ որոշակի, խիստ կայունության ժամանակ է։ Հիմա զարգացումի ժամանակն է, պետք է ճիշտ շեշտադրումներ անելու, այդ շեշտադրումը պետք է լինի անվտանգությունը, բանակը։ Բայց ոչ թե բանակը տարատեսակ զենքերով հագեցնելը, այլ բանակի դոկտրինան փոխելը։ Բանակում ընդհանրապես սպայակազմի պատրաստվածությունը, բանակի ամեն ինչը փոխելը, որտեղ այն սովետական խրամատային պատերազմից մենք պետք է դուրս գանք 6-րդ սերնդի պատերազմի պատրաստ լինենք, աշխարհում այլևս խրամատային պատերազմ չկա։ Տեսնում եք, չէ՞, Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը ինչպիսի, ինչ ասեմ,
գլխապտույտներ է առաջացնում, մենք դրան պետք է պատրաստ լինենք, մենք դրան կարող ենք պատրաստ լինել։ Դա ոչինչ մեզ չի խանգարում։ Եվ երկրորդ ու գերկարևորը տնտեսությունն է։ Տնտեսության մասին մեր պատկերացումները, սրանք մնում են 19-րդ դարի 19-րդ դարի պատկերացումներ են մեր պատկերացումները տնտեսության մասին, գյուղատնտեսության մասին, չգիտեմ, արդյունաբերության մասին, մինչդեռ 21-րդ դար վերադառնալու ժամանակն է 22-րդ դարին էլ այսպես շատ ուշադիր նայելով։ Այս պիտի փոխվի ու ամենագլխավորը, գիտեք, մարդը ինչի համար է ծնվում։ Մարդը չի ծնվում անverջ կռվելու, պայքարելու, ինչ որ թշնամիներ հնարելու է, թշնամիներին հաղթելու, թշնամանքի, նզովքի, ատելության, չգիտեմ ինչի մթնոլորտի մեջ ապր չէ։ Մարդը ծնվում է ընդամենը երջանիկ լինելու համար։ Իսկ մենք մեր կյանքը վերածում ենք այսպես հավերժական պայքարի։ Գիտեք, շատ ճիշտ է թերևս Դեմիրճյանը, որ ասում էր ամեն հայ մի հայ ունի, որի հետ ցմահ թշնամի է։ Ինչու։ Եկեք այդ ցմահ թշնամին դարձնենք ցմահ բարեկամ։ Լավ բարեկամ չենք դարձնում, գոնե դարձնենք ցմահ, այսպես մարդ, որի նկատմամբ նորմալ վերաբերմունք ունես։ Եկեք նորմալ վերաբերվենք այս կյանքին։ Նորմալ վերաբերվենք միմյանց մեջ թշնամանքը, այդ չարությունը, այդ փոխադարձ անվստահությունը, փոխադարձ տագնապը, կասկածանքի, ինչ ասեմ, հերյուրանքի ձերբազատվենք էլի դրանից։ Որևէ մեկից հավերժական կյանք տրված չի, որևէ մեկից, բոլորս մահկանացու ենք եւ այդ մահկանացու լինելու փաստին ապավինելով, թեկուզ միայն այդ փաստին ապավինելով հասկանանք, որ մենք աշխարհ ենք եկել ինչ որ առաքելությամբ եւ թող այդ առաքելությունը լինի բարին, գեղեցիկը, հավերժականը հաստատելը, ոչ թե միմյանց բսկտելը, ոչ թե միմյանց մեջ անվերջս, չգիտես ինչ լարումներ ստեղծելը, հետո հայտարարելը մենք հաղթեցինք, դու պարտվեցիր։ Գիտեք, եթե նույնիսկ ես հաղթել եմ, դուք պարտվել եք, դա էլի իմ պարտությունն է, որտեղ դուք էլ եք հայ, ես էլ եմ հայ։ Իսկ երկու հայեր միմյանց հաղթել կամ պարտվել չեն կարող, որտեղ այդ պարագայում պարտվում է Հայաստանը։ Հայերը իրար հետ հաղթել, պարտվելու խաղը չպիտի խաղան։ Հայերը այդ խաղը, եթե ուժ ունեն, դե խաղան ուրիշների հետ, քանի այդ ուժը չունեն, միմյանց հետ հաղթել, պարտվելու էս ինչ ասեմ, բռնեմ բաստոնները, տունտունիկները, այս ամեն ինչ էս գզվրտոցը պետք է վերջացնել, որտեվ էլի շատ եմ ես ասել, բայց չեմ կարող հիմա էլ չասել, փոքրիկ, գեղեցիկ, սրտաձև մի երկիր կա, ափի մեջ տեղավորվող, պահեք այդ երկիր։ Շնորհակալ եմ Տիկին Ադամյան, էլի շատ էմոցիոնալ զրույցի համար։ Սիրով։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանն էր, կհանդիպենք։